որոշում ենք ընդունել մասնակցել ընտրություններին մեր սեփական ընտրական հայտով եւ բնականաբար կանխատեսելով բազմաթիվ լրատվամիջոցների ենթադրյալ հարցումները այսօր որոշեցի անդրադառնալ այս որոշմանը եւ այդ ենթադրյալ հարցադրումներին եւ սա կարող եք բնութագրել որպես մեր առաքելության հայտարարություն, այսինքն այդպիսի մի մոդայիկ հիմա բան կա, արտահայտություն, mission statement, այդ համարեք մեր mission statement-ը։ Ուրեմն, գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով, որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը։ Այս ընտրությունների գլխավոր հարցը մեր կարծիքով եւ կարծում եմ շատերի կարծիքով դա խաղաղության հարցն է։ Գիտեք, ով ճիշտ է գուշակում գլխավոր հարցը ընտրությունների եւ ճիշտ է կառուցում իր ընտրաշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը այդ ընտրություններում հաջողության հասնելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա եւ դրա համար էլ ընտրել է խաղաղությունը որպես գլխավոր կարգախոս։ Գիտեք, այդ իր բանը, այդ դատարկ սրտիկը, չգիտես խի կարմիր ձեռքերով կարծես ինքը հասկանում է, որ իր ձեռքերը արյունոտ են ինչ-որ իմաստով։ Եվ ինքը փաստորեն որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրությունների, ավելին ասեմ, որոշել է տիրանալ ինչ-որ իմաստով մենաշնորի, խաղաղության մենաշնորը վերցնել իր ձեռքը։ Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ։ Նա փորձում է 1.5 տարի չկրակելը սահմաններում, չգիտեմ, մի քանի վագոն բենզինը Ադրբեջանի տարածքով Ալիևի թույլտվությամբ բերելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։ Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, լրատվամիջոցները Ադրբեջանի եւ քաղաքագետները շարունակում են խոսել Զանգեզուրի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այլ տարածքների ազատագրման մասին։ BRICS-ը, ներողություն, TRIP-ը, նրա կողմից ստորագրած TRIP-ը, որը նա ներկայացնում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների արձանագրության մակարդակի վրա եւ վերջի զարգացումների արդյունքում կարելի ասել, որ կորցնում է իր կենսունակությունը։ Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում պահանջներ, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Ուրեմն նա սուտ է ասում, որ խաղաղություն են բերել։ Սուտ են ասում, որ խաղաղության կուսակցություն են։ 2021 թվականին, եթե հիշում եք, նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, մեր Հայաստանի տարածքում գրավվեցին մեր ինքնիշխան տարածքները։ Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն։ Իրականում Փաշինյանը եւ նրա թիմը դա ապացուցված պատերազմի կուսակցությունն է։ Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, մերժելով 2019 թվականի պլանը, եւ մենք միակ կուսակցությունն ենք, որ սրա մասին կարող ենք բաց ճակատով ասել,
որովհետև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ առաջին հերթին ինքը Նիկոլ Փաշինյանը ագրեսիվորեն մերժել էր այդ 5 շրջանի վերադարձի խաղարարար պլանը, որը բավականին հայանպաստ լուծում էր եւ ըստ էության ապահովում էր երաշխավորված խաղաղություն Հայաստանի համար եւ Արցախի համար, ընդ որում Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ հայկական վերահսկողության, ռազմական վերահսկողության պահպանմամբ։ Նա խաղաղությունը կործանել է, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, նաեւ 2022-23 թվականներին մերժելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Պրագայի հայտարարությունը եւ այդ ամբողջ պատմությունը, թե ինչպես էր նա վիժեցնում այդ պլանի իրագործումը եւ ամենակարևորը ցավոք սրտի այն է, որ նա շարունակում է կործանել խաղաղությունը եւ անում է դա հենց հիմա հույսը դնելով թրիփի մեխանիզմի վրա, որը իրականում չի աշխատում, որովհետեւ հիմնված է ոչ թե գերտերությունների շահերի ներդաշնակման վրա, այլ նրանց հակամարտության վրա։ Սրան ես ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ուրեմն, այս ամենին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը։ Խաղաղության կուսակցությունը մենք ենք եւ այդպիսին ենք եղել ի սկզբանե։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ մեր ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է փնտրել եւ մենք շատ արդյունավետ ենք գործել այդ ուղղությամբ։ Կասեք, բա ինչու չեք հասել արդյունքի, շատ պարզ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն էին արդյունքի չհասանք, որովհետև մեր ներքին առավելապաշտները խանգարեցին դա անել։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Ես նորից կրկնում եմ սա որպես կարևորագույն հայտարարություն։ Մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Այսինքն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք նաեւ անկախականներ ենք։ Մեզ պետք է խաղաղություն, որը պաշտպանում է մեր անկախ պետականության հիմքերը, մասնավորապես անկախության հռչակագիրը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնության ցեմենտն ու շաղախը, եւ մենք պնդում ենք, որ մեր ներքին հարցերը, մեր ընտրությունները, սահմանադրությունը, պետական խորհրդանիշները, պատմագրությունը մերն են բացառապես, ոչ մեկին թույլ չենք տալու խառնվել այդ հարցերի մեջ, մի բան, որ Նիկոլը անում է։ Խաղաղությունը, որովհետև չի կարող պայմանավորված լինել մեր ներքին քաղաքական ինքնակառավարման հարցերին վերաբերվող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։ Մեզ ոչ ոք իրավունք չունի դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության, իսկ ես կասեի վտանգի առջև։ Իրականում այդպիսի ընտրություն չկա։ Կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը։ Մենք անկախական ենք նաև այն իմաստով, որ արևմտամետ չենք, ռուսամետ չենք, եւ մենք համարում ենք, որ պետք է համագործակցել ամբողջ աշխարհի հետ։ Իդեպ, ով որ կասկածում է մեր արտահայտված դիրքորոշումների վրա, խորհուրդ կտամ կարդալ մեր վերջին համագումարում ընդունված բանաձևը, որտեղ մենք բացահայտ խոսում ենք սրա մասին։ Իրականում
եթե ուզում եք, ես այսպես կձևակերպեի, մենք եւ արևմտամետ ենք, եւ ռուսամետ ենք, եւ իրանամետ ենք, եւ չինամետ ենք, եւ ադրբեջանամետ ենք, եւ թուրքամետ ենք, մենք բոլոր եւ ճապոնամետ ենք, մենք բոլորի հետ պատրաստ ենք գործ ունենալ, եթե իրենք գալիս են այստեղ ներդրումներով, գալիս են այստեղ նորմալ համագործակցության պլաններով եւ ոչ թե գալիս են իրենց աշխարհակահական նկարտումների համար պայքարում Հայաստանը որպես կռվադաշտ օգտագործելու նպատակով։ Այդ դա մենք թույլ չենք տա։ Մենք մեր նախընտրական ծրագրի հիմքում դնելու ենք նաև այդ Հայաստանը որպես կամուրջ ամբողջ աշխարհի հետ համագործակցող կամուրջ լինելու մոդելը։ Եվ ամենակարևորը խաղաղությունը կառուցում են եւ ոչ թե մուրում։ Այն վիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, իրականում շատ խոցելի վիճակ է։ Հիմա խոսեմ մի քիչ թրիփի մասին։ Իրականում դուք բոլորդ հետևում եք վերջին զարգացումներին ռեգիոնում եւ հասկանալի է, որ տեղի են ունեցել այնպիսի տեկտոնիկ, ասենք թե ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք ըստ էության բավականին խոցելի են դարձնում այն կարգավորումը, որը մեզ փորձում էին մատուցել որպես խաղաղ կարգավորում, ես նկատի ունեմ թրիփի ստեղծման այդ մոդելը։ Իրականությունը այն է, որ մենք ի սկզբանե, հələ դեռ միջև այս իրանական պատերազմը, ասում էինք, որ թրիփը շատ խոցելի մոդել է, որ ինքը միակողմանի մոդել է, միակողմանի աշխարհաքաղաքական շահերի վրա կառուցված մոդել է։ Եվ դա շատ վտանգավոր է, որովհետև այդ գործընթացից մեկուսացված են բազմաթիվ երկրներ, որոնք շահեր ունեն այս ռեգիոնում։ Եվ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը, եւ այլն եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք դրա հետևանքները։ Մենք տեսնում ենք, որ այդ խաղադրույքը երաշխավորի վրա, հեռավոր երաշխավորի վրա ինքը չի կարող աշխատել։ Ամեն ինչ շատ հիմա վնասված է, նաեւ անվտանգության առումով, եւ մենք ի սկզբանե ասել ենք, որ պետք է կառուցել այն, ինչ որ մենք կոչում ենք շատ պայմանականորեն TRIP plus BRICS մոդելը, այսինքն մենք Հայաստանում պետք է կարողանանք ներդաշնակել բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը եւ Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, Զանգեզուրում պետք է կառուցվի ոչ թե Զանգեզուրի միջանցք, որը կաշխատի միայն արևմուտքի համար, Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, այլ պետք է կառուցվի Զանգեզուրի հանգույց։ Այսինքն մենք պետք է ունենանք նաև հարավ-հյուսիսյան կոմունիկացիա, որը պետք է կապի Հայաստանը Իրանի միջոցով Պարսից ծոցի հետ։ Հիմա մենք տեսնում ենք ինչքան կարևոր է այդ կապը։ Եվ նման խաղաղության կառուցումը կստեղծի աշխարհաքաղաքական բալանս եւ ավելի քիչ խոցելի կդարձնի խաղաղությունը կոնկրետ Հայաստանի շուրջ եւ կապահովի Հայաստանի անկախ կոմունիկացիաները շրջանցելով Ադրբեջանին եւ Թուրքիային դեպի Պարսից ծոց։ Սա մեր մոդելն է, մենք սա կոչում ենք ինքնիշխան անկախության, ներողություն, ինքնիշխան խաղաղության մոդելը։ Դա միակն է, որը աշխատելու է։ Կարճ ասեմ մեր առաքելության մի քանի ուղղությունների մասին։ Մեկը դա լինելու է այն, որ մենք առողջացնելու ենք Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը։ Այդ նպատակով գլխավոր խնդիրն ենք համարում իբր թե խորհրդարանական մոդելի տակ, բայց իրականում այդ շղարշի տակ գործող անձնիշխանության կամայական համակարգի վերացումը։ Այդ համակարգը այսօր դարձել է
Նիկոլ Փաշինյանի կոպիտ ասած բաղչան, որտեղ ինքը համարում է իրեն, որ կառավարությունը ինքն է, որ պետությունը ինքն է, Հայաստանը ինքն է, եւ ինչ ուզում անում է խախտելով բոլոր սահմանադրական եւ օրենսդրական նորմերը։ Ահա մենք այս ամեն ինչին վերջ ենք տալու։ Առաջին հերթին իրականացնելով Հայաստանում սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի նախագահական խորհրդարանական կամ այլ կերպ ձևակերպված կիսանախագահական համակարգը, որը ինքնին կապահովի զսպումների եւ հակակշիռների համակարգ Հայաստանում, բայց այդ զսպումների եւ հակակշիռների համակարգը մենք կզարգացնենք, որպեսզի կարողանանք նաեւ ամբողջ արդարադատական համակարգը, քննչական ապարատը, դատարանները, դատախազությունը ազատել գործադիր իշխանության վերահսկողությունից, դարձնել դա իսկապես անկախ գործող համակարգ, որպեսզի իշխանություններն էլ միշտ վախենան, որ իրենք գտնվում են վերահսկողության ներքո եւ պարտավոր են միշտ հետևել օրենքին եւ սահմանադրության պահանջների կատարմանը։